Գիտեք, ամբողջ Աստվածաշունչը, որ մենք կարդում ենք, շատ անգամ, երբ որ մենք չենք դեռ Քրիստոսին չընդունած, մենք չենք հասկանում ամբողջ Աստվածաշունչը ինչի է այդ ձև տեղի ունենում։ Եվ սպանությունները, եւ Աստված թույլ է տալ, եւ այդ ամեն ինչը, բայց այս ամեն ինչը Աստված բերում է Քրիստոսի վրա է կանգնացնում, որ մենք հասկանանք, առանց Քրիստոսի մեր բոլոր ընտրությունները սրանք էին։ Սպանություն, չարություն, նախանձ, կռիվ, վեճ, բայց Քրիստոսի մեջ այս ամեն ինչը մարվում է, այս ամեն ինչը ջրվում է, այս ամեն ինչը հեռանում է մեզանից։ Ամեն, որովհետև Քրիստոսը մեր փոխարեն այդ ամեն մի տանջանք, ամեն մի դատաստանը իր վրա վերցրեց։ Դրա համար ես ու դու այսօր ազատ ենք։ Ազատ ենք Աստծո առաջ պատասխան տալուց։ Մենք բոլորս չենք տալու Աստծո առաջ պատասխան, ինչի որովհետև Քրիստոս պատասխան տվեց արդեն։ Ու մենք ազատ ենք եւ օրենքի առաջ, եւ Աստծո առաջ, որովհետև Տերը մխիթարում է ու Տերը բարեխոսում է իմ ու քո համար։ Ամեն։ Հետաքրքիր է, միտեղ եմ ուզում կարդալ, որ ծառայությունը սկսելուց կարդացի Եսայի մարգարեության 53-րդ գլուխը, բայց 4-րդն ու 5-րդ խոսքն եմ ուզում կարդալ։ Տեսեք ինչ ասում Եսայի մարգարեությունը. Հիրավին նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատուհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Տեսեք, նրա վերքերով ես ու դու բժշկվեցանք։ Իմ ու քո մեղքերը Քրիստոսի վրա եկավ։ Իմ ու քո մեղքերը Քրիստոսը դատապարտեց։ Իմ ու քո մեղքերը դատապարտված են խաչի վրա։ Տեսեք, երբ որ Քրիստոսը իր վրա վերցրեց ամբողջ իմ ու քո մեղքերը, ինքը խաչը բարձացավ։ Գիտեք, մեղքը դատապարտելու համար մարմին էր պետք։ Եվ այդ մարմինը Քրիստոս կամեցավ, որ աշխարհ գար ծնվեր, մարմին ստանար ու այդ մարմնի վրա դներ այդ ամբողջ բեռը, այդ ամբողջ մեղքը եւ բարձրացներ խաչը դատաստանի։ Գիտեք, խաչը ինքը դատաստանի տեղ է։ Հռոմեական կայսրությունը այն ժամանակ խաչով են դատապարտել։ Եվ օրենքի հիման վրա մեղքը պետք է դատապարտվեր, բայց ոնց, եթե մարմին չկար։ Եվ ինչ տեղ ունեցավ, Քրիստոսը այդ ամբողջ մեղքը վերեն իր վրան վեկալեց եւ բարձրացրեց խաչը որպես դատապարտություն։ Եվ երբ որ մահացավ, Քրիստոսին իջացրեցին խաչից, բայց իմ ու քո մեղքերը դեռ խաչի վրա են։ Իմ ու քո մեղքերը դատապարտված են խաչի վրա մինչև հիմա։ Ամեն։ Դրա համար փառք Աստծո, որ ես ու դու այսօր ազատ ենք Քրիստոսով ամեն մի դատապարտությունից, որտեղ Քրիստոսը մեզանից վերցրեց իր մեր դատապարտությունը իր վրա դրեց եւ իր ազատություն տվեց մեզ, որ մենք ազատ լինենք այսօր։ Ամեն։ Հետաքրքիր է, որ Քրիստոսի Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ 18-ից 21-րդ խոսքը ասենց ասում. Տերը երբ որ եկավ սինագոգ, այս Եսայի մարգարեության խոսքը կարդաց, ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Եվ գիրքը խփեց, պաշտոնյային տվավ, նստեց, եւ ժողովարանի մեջ ամենքի աչքերը նրան էին մտիկ տալիս, եւ նա սկսեց ասելը նրանց, թե այսօր այս գիրքը կատարվեցավ ձեր ականջներում։ Երբ որ Քրիստոս Եսայի մարգարեություն կարդաց, ամեն անգամ սինագոգում կարդում էին Եսայի մարգարեությունները, բայց ամեն ժամանակ չէր, որ ասում են, այս խոսքը կատարվեցավ ձեր աչքերի առաջ։ Բայց Քրիստոսը ստեղ ասեց, այս խոսքը կատարվեցավ ձեր ականջների առաջ։ Դուք լսեցիք եւ սա իրականացավ։ Եվ մնացածը սկսեցին դատելը Քրիստոսն, ասեցին, ոնց դու կարող ես սենց բանել ասել։ Բայց իսկապես Տիրոջ խոսքը իրականացավ։ Մարգարեությունը գրել էին ոչ թե ներկա պահին, այլ ապագայի համար, Քրիստոսի օրվա համար։ Բայց մենք այսօր, ես ու դու այսօր Քրիստոսի օրվա մեջ ենք ապրում։ Մարգարեությունները գրվել էին ոչ թե այդ պահին, այլ ինչ-որ ժամանակի համար, բայց այսօր ես ու դու այդ ժամանակների մեջ ենք։
Այսօր այդ ժամանակներ մեջ են, որ աղքատներին ավետարանն է քարոզվում։ Շատ կարևոր է դու աղքատանաս, որ ավետարան լսես։ Եթե մարդը չաղքատանա, ինքը ավետարան չի կարա լսի։ Եվ այս աղքատությունը ֆինանսի աղքատությունը չի։ Այս աղքատությունը ներսի աղքատությունն է։ Եվ երբ որ մենք զգում ենք այս աղքատությունը մեր ներսում, մեր հոգու աշխարհում, այդ ժամանակ մենք սկսում ենք ավետարան լսելը։ Ամեն։ Եվ քանի որ այս աղքատությունը չկա մեր ներսում, մեր հոգու ներսում չկա աղքատությունը, մենք չենք կարող ավետարան լսենք, մենք չենք կարող Քրիստոսին ընդունենք։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ այսօր աշխարհը լցնում է մեր ներսը ինչ-որ բանով։ Ինչի՞, որ մենք չզգանք մեր աղքատությունը, որ մենք չզգանք, որ մենք Քրիստոսի կարիք ունենք։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք, երբ որ մարդը թեկուզ հարսանիքի տեղում նա մինչև իմ ապաշխարելը, օրինակ ես իմ կյանքից եմ եկալ, մինչև իմ ապաշխարելը, հա, քրիստոնյա է, ես ասենք ազգի նկատմամբ կամ ասենք իմ ներսը դատարկ էր, ու ես մենակ էի։ Թեկուզ գնում էի հարսանիքի կամ ասենք ընկերություն կար շրջապատով, գնում էի կուտուշ խմուշի կամ բան, հասկանում էի մի բան, որ քո ներսը դատարկ է։ Եվ այս աղքատությունը տարավ դեպի Քրիստոսի ավետարանը լսելու։ Որտեղ որտեղ որ Քրիստոսի մասին են խոսում, ականջդ կախում էր, որ մի բանով լցեիր քո ներսը։ Ու երբ որ Քրիստոսին ընդունեցիր, հասկացար, որ դու էլ մենակ չես։ Հարյուրավոր մարդկանց մեջ ես ինձ մենակ էի զգում։ Բայց երբ որ Քրիստոսին ընդունեցի, մենակության մեջ ես մենակ չեմ։ Որտեղ Տերը լցնում է մեր ներսը։ Եվ ստեյա, որ այս գիրքը կատարվեցավ։ Եվ ոչ թե միայն աղքատներին ավետարանը քարոզելու, այլ նաև գերիներին թողություն քարոզելու։ Գիտեք, որ նա գերիներին թողություն քարոզելը, այն որ դու չես ներում։ Այն որ դու չես ուժ չունես ներելու քո թշնամուն, քո վատին, քեզանից ողին չես կարող ներես, քեզի վատ բան ասողին չես կարող ներես։ Այսօր այդ իրականությունը կատարվել է, դու պիտի ներես, դու կարաս ներես, որտեղ դա իրականացել է, դա կատարվում է մեր ականջների առաջ, դա կատարվում է մեր աչքերի առաջ։ Եվ երբեք ու երբեք պիտի չասես, որ ես չեմ կարող, որովհետև իր մեղքերը մեծ են, այդքան մեծել չի իշքան իմ մեղքերը։ Բայց այսօր մենք հասկանում ենք մի բան, որ այսօր մենք այդ օրերի մեջ ենք ապրում։ Աղքատներին ավետարանն է քարոզվում, գերիներին թողություն է լինում, խոսվածներին ազատ արձակվում, կույրեր տեսնում են, կաղերը գնում են, այսօր այդ օրն է։ Եթե մարդիկ կան, որ կույր ու կաղ ու իրանք հավատում են Հիսուս Քրիստոսին, այսօր այդ օրն է բժշկվելու, մաքրվելու, ազատագրվելու։ Ոչ միտեղ չես գտնի այդ մասին, բայց այսօր Տերը տվել է։ Դրա համար Սուրբ Հոգին այսօր մեր ներսումն է, ինչի։ Տիրոջ Հոգին ինձ վրա է, որ այս բոլորը իրականանան։ Ամեն։ Դրա համար փառք Աստծո այսօրվա համար, որ մենք այսօրվա ժամանակների զավակներն ենք Աստծո, որ մենք Քրիստոսով քրիստոնյաներ ենք։ Կա որ առանց Քրիստոսի քրիստոնյաներ են, դրանց մասին չի խոսքը։ Մենք Քրիստոսով ենք քրիստոնյա։ Քրիստոսը եւ հետո քրիստոսինները, մենք այդ ձև քրիստոնյաներ ենք, որ մեզանից առաջ Քրիստոսն է գնում։ Ու Տերը գնացել է մեզանից առաջ։ Դրա համար փառք մեր Տիրոջը, հետևիր նրա հետքերին։ Մատթեոս ավետարան 4-րդ գլուխ 29-ից 23-ից 25-րդ խոսքերը տեսեք ինչ պատմություն ասում Մատթեոսը։ Ասում է, եւ Հիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլայումը, սովորեցնելով նրանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայության ավետարանը եւ ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն եւ ամեն ցավ բժշկելով։ Եվ նրա համբավը դուրս եկավ բոլոր Սիրիայի եւ նրա մոտ բերին ամեն հիվանդներին, որ կերպ ցավերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիվահարներ, եւ լուսնոտներ, եւ անդամալուծներ, եւ նա նրանց բժշկեց։ Եվ նրա ետևիցը շատ ժողովուրդ էին գնում Գալիլեայիցը, եւ Դեկապոլիսիցը, եւ Երուսաղեմիցը, եւ Հրեաստանիցը, եւ Հորդանանի այն կողմիցը։ Հետաքրքիր է, որ Քրիստոսը ման էր գալիս ավետարանը քարոզելու, եւ դրա հետ էլ բժշկություն էր անում։ Մարդիկ ինչի կարիք ունեին, այդ կարիքը հոգում էր մարդկանց, որը որ հիվանդ էր բժշկում էր, որը որ դիվահարված էր ազատագրում էր, որը որ կապվածություններ իր ներսի մեջ ազատ էր արձակում։
Ինչի համար, որտեղ դա Աստծո կամքն է։ Եվ Քրիստոսը Աստծո կամքը իրականացրեց երկրի վրա, եւ սա է Աստծո կամքը, որ դու ազատ լինես քո բժշկություն, քո հիվանդությունից, դու ազատ լինես քո կապանքներից, ազատ լինես քո վախից, ազատ լինես քո դժվարություններից։ Սա է Տիրոջ կամքը։ Աստծո կամքը Իսրայելի վրա նրանումն էր, որ Իսրայելը պետք է Եգիպտոսից դուրս հանվի, ստրկության աշխարհից դուրս գա։ Սա Աստծո կամքն էր, եւ ոչ մեկ չկարողացավ Աստծո կամքին դեմ կենալ։ Նույն այսօր Աստծո կամքն է, որ մենք ոչ մի մեղքի ստրուկ չլինենք։ Շատ անգամ ասում են, դժվար է, չեմ կարա, Աստծո հոգին ուղարկված է դրա համար։ Թող ոչ մեկ չասի, որ դժվար է, թող ասի ինձ համար հեշտ է, որովհետեւ Տերը իմ ներսումն է։ Ամեն։ Այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք, մենք այսօր ավետարանը պետք է գործի դնենք։ Շատ անգամ մարդը իր պրակտիկան է գործի դնում, ասում է, տես, ոչ մեկ չեղավ իմ մոտ էլ չլինի, բայց ավետարան չի ասում տենց բան։ Ավետարանը ասում է կլինի, որովհետև Տիրոջ հոգին քո վրա է։ Ով է այսօր օտար լեզուներով աղոթում, ում վրա կա այսօր Սուրբ Հոգին։ Տիրոջ հոգին նրա համար է, որ այս ամեն ինչը կատարվի քո կյանքում։ Աստծո հոգին միայն նրա համար չի, որ մենք օտար լեզուներով խոսանք։ Աստծո հոգին նրա համար է, որ մենք կարողանանք այս ամեն ինչի մեջով անցնենք։ Թե չէ Հիսուսը կարա ասի, օտար լեզունով խոսալը հեշտ բան է, բայց ով կարա ասի հիվանդին հել կայնի։ Դրա համար որ մենք հասկանանք ամբողջ Սուրբ Հոգու մեր գալը, մեր կյանքում գալու նպատակը որն էր։ Ոչ թե միայն բավարարվենք օտար լեզուների աղոթքին, այլ նաև բավարարվենք բժշկությանը, բավարարվենք մեզ մաքրվելուն, ներելուն, հավատքի մեջ շարժվելուն։ Եթե ինչ-որ մի բան խանգարում է ինձի Աստծո մեջ կատարյալ լինելու, սա մաքրելու մեզանից, որովհետև հասկանում ենք մի բան, Տեր դու եկել ես ինձ ստեով անցկացնելու։ Իսրայել ժողովուրդը մենակով չանցավ Կարմիր ծովը։ Հեսուն մենակ չանցավ Հորդանանը, այլ Տիրոջ հոգին էր իրանց առաջնորդում։ Ես ու դու մենակ չենք կարող անցնել մեր դժվարությունների մեջ, բայց այսօր Աստծո հոգին մեր մեջ է, որ մենք անցնենք, ինչ իրավիճակի մեջ էլ լինի։ Ամեն։ Դրա համար Տերը օրհնի ամեն մեկից, որ մենք հասկանանք ավետարանի իրականությունը։ Հետաքրքիր է մի տեղ կար, որ ասում է ավետարանը դա մի գիրք է, որ գրողը կենթանի է, քո հետ է։ Ով որ ավետարանը գրել է, ինքը քո հետ է, ինքը քո հետ է կարդում։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք նույն ձևի ընդունենք ավետարան խոսքը։ Մարկոս ավետարան 6-րդ գլուխ 53-ից 56-րդ խոսքը սենց ասում։ Եվ այն կողմն անցնելով Գենեսարեթի երկիրը եկան, եւ խարիսխը գցեցին, եւ երբ որ նրանք նավիցը դուրս եկան, այն տեղացիքը շուտով ճանաչեցին նրան, այսքան Հիսուսին, եւ գավառի կողմերի վազելով սկսեցին հիվանդներին մահիճներով բերել, որտեղ որ լսում էին, թե այնտեղ է, եւ որտեղ որ մտնում էր գյուղերը, թե քաղաքները, թե ագարակները, հիվանդներին հրապարակների մեջ էին դնում եւ նրան աղաչում էին, որ գոնե հանդերձների ծայրին դիպչեն, եւ որոնք որ դիպում էին նրան փրկվեցին։ Հետաքրքիր է, Աստծո խոսքը միտեղ չի ասում Քրիստոսի մասին, որ երբ որ ճանաչում էին, բերում էին, իրանց հիվանդներին էին բերում։ Գիտեք, ավետարանը դա բարի լուր է, որ եկել է մեզ հասել։ Եվ այս գիրքը իրական է ամեն մեկիս կյանքի մեջ։ Պարզապես պետք է որ հավատանք եւ հավատքով գործի այս կյանքը։ Գիտեք, շատ անգամ մարդիկ որ ասում են իմ մոտ չի ստասում, գիտեք ի չի ստասում, որովհետեւ ինքը չի ուզում թողի։ Ինքը հարմարվել է այդ կյանքի մեջ։ Չկա դժվար բան։ Եթե իմ ու քո համար դժվար լինի, ապա աշխարհի համար ինչ կլինի։ Եթե ինձ ու քեզ զորացնող Աստվածը մեր ներսումն է, ապա աշխարհը որ չունի Աստված, աշխարհը ինչ ասի։ Դժվար բան չկա Հիսուսով։ Եթե ես դժվարությունը որն է, եթե ես դժոխքից փրկվել եմ, երկինք եմ մտել, ինչը նայել իմ համար դժվար։ Ոչ մի բանը։ Ու նույն ձևի, եթե ինչ-որ դժվարություններ եղել է, որ Քրիստոսով հաղթահարել եմ, ինչն է իմ համար դժվար։
Եթե մարդը մարդուն չի կարում ներ, ինչն է դժվար։ Ոչ թե դժվարը, որ դու չես ներում, չես կարում ներես, այլ դժվարը, որովհետև դու չես ուզում ներես։ Քո ատելությունը, վիրավորվածությունը այնքան մեծ է, որ դու չես կարում ներես, չես ուզում ներես։ Այլապես ներելը հեշտ է։ Ներելը հեշտ է։ Իմ ու քո համար ներելը հեշտ է։ Պարզապես օրտնի այդ մարդը դու կտենաս ոնց ես ներում։ Սիրի այդ մարդը դու կտենաս ոնց ես ներում։ Ու պրոբլեմ սրանումն է, որ քրիստոնյա աշխարհի մեծ մասը չի կարում ների։ Միթե դա ավելի մեծ հիվանդություն չի։ Որ հիվանդությունն է, մարմնավոր, որ հիվանդությունն է, որ կարա քեզ դժոխք տանի։ Ոչ մի հիվանդություն մարմնավոր դժոխք չի կարա տանի։ Բայց այս հիվանդությունը, որ չես կարում ներես, այդ հիվանդությունը կարա տանի դժոխք։ Ու սատանան քեզ կարա խափի ասի, դե լավ, նորմալ, անոր, չէ, լսի ինչն է նորմալ։ Դա մի հատ հիվանդություն է, որ դժոխք երևաս։ Կապ չունի դու ինչ ծառայող ես, ով ես, ինչոց ես, երբ ես ապաշխարել, դա հեշտ կապ չունի։ Չներումը բերում մեր կյանքում։ Եվ Տեր օրհնի այսօր մեզ, որ մենք եւ կապանքները քանդենք այսօր, եւ բժշկություններ ստանանք, եւ հիվանդություններից ազատագրվենք, եւ մաքրվենք, որովհետեւ Տիրոջ հոգին այսօր մեր ներսումն է, որ սա ստանանք մեր կյանքի մեջ։ Ամեն։ Հովանես ավետարան, մի տեղ եմ ուզում կարդալ, Հովանես ավետարան 5-րդ գլուխ 1-ից 9-րդ խոսքը։ Սրանից հետո տոն էր հրյաների, եւ Հիսուսը վեր ելավ Երուսաղեմ, եւ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ եբրայեցերեն Բեթեսդա է կոչվում, որ 5 սրահ ունի։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պարկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում։ Որտեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս այն ավազանը, եւ ջուրը շարժում էր, եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի էր հիվանդության մեջ, երբ որ Հիսուսը նրան պարկած տեսավ եւ գիտած թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե, եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուսը նրան ասեց. «Վեր կաց, մահիճը տար եւ մանյեք»։ Եվ մարդը իսկույն ողջացավ եւ վեր առավ իր մահիճը եւ ման էր գալիս եւ որը շաբաթ էր։ Հետաքրիր այս պատմությունը մենք շատ անգամ կարդացել ենք։ Հասկանում ենք, ես մարդը 38 տարի հիվանդության մեջ էր։ Ու այդ մարդու հավատքը այն չափով էր, որ ինքը սպասում էր ջրի շարժվելուն։ Բայց ոչ թե Քրիստոսի գալուն։ Իր հավատքի չափն էր դա, այնքան որ ջուրը շարժվի ու մի հոգի ունենա իրան գցի ջուրը։ Եվ սա հավատք էր, եւ բոլոր հիվանդները, որը տե կային, որ ասում լիքը հիվանդներ կային, տարբեր հիվանդություններով, բոլորը հավատքով էին ըտե եկել։ Բայց մի կարևոր բան կար, որ այդ հիվանդությունը ազատողը մենակ Տերն էր։ Գիտես, ինչ որ մի բանին կարողա դու սպասես, քո հավատքը ինչ որ մի չափի մեջ լինի, ինչ որ մի բան շարժվելու մեջ լինի։ Ինչ որ մի բան շարժվի ու ես կբժշկվեմ, բայց այսօր Տերը խոսք ունի քեզ ասելու, որ քո ժամանակից շուտ կարա քեզի բժշկի։ Ոչ թե սպասես միայն ջրի շարժվել տեղի ունենա, այլ Տերը ասի, վեր կաց ու դու առողջ ես։ Այսօր կարևոր է, որ մեր հավատքը լսի Տիրոջ ձայնը, Տիրոջ խոսքը, Տիրոջ հայտնությունները մեր ներսի մեջ, ու մենք հասկանանք, որ դա Տիրոջից ստացանք մենք։ Այս մարդու վկայությունը, այս մարդու հավատքը նրանում էր, որ երբ պետք է ջուրը շարժվի։ Միգուցե Քրիստոսին էլ խնդրում էր, ասում էր, սպասի իմ հետ, երբ որ ջուրը շարժվի, ինձ իքցի այդ ջուրը։ Չէ, բայց Տերը ասաց, վեր կաց։ Վեր կաց, որովհետև դու առողջ ես լինելու։ Աստծո կամքն է այսօր, ոչ թե մարդիկ լինեն հիվանդ։ Լսեք, մի բան ասեմ, ծնողներ լինելով ով է ուզում իր երեխան հիվանդ լինի։ Ով է ուզում իր երեխան տառապի, աղքատ լինի։ Եվ բայց չէ որ Աստված մեր հայրն է, մեր հոգևոր հայրն է, մեր ստեղծողն է։ Ինքը չի ուզենա, որ ես ու դու տկար լինենք։ Ամենաառաջինը ինքը կուզենա, որ մենք առողջ լինենք, որովհետև ինքը ստեղծել է մեզ ու գիտի ինչ ձև անի, որ մենք առողջ լինենք։
Այսինքն մեր ցանկությունից բացի կա մի հատ ցանկություն Աստծո կամքը, որ մենք լինենք առողջ։ Առողջ լինենք մեր մարմնի մեջ, առողջ լինենք մեր հոգու մեջ, առողջ լինենք մեր շնչի մեջ։ Եվ այսօր շատ կարևոր է ինչպես մարդը փափագում է իր մարմնին առողջ լինելու, այդպես կարևոր է հոգու եւ շնչի առողջությունը։ Որտեւ ասեմ մարմնի հիվանդությունը չի կրդրի քեզ դժոխ, չի կրդրի քեզ երկնքից։ Բայց հոգու շնչի հիվանդությունը ինքը կարա կտրի քեզ երկինք չմտնելու համար։ Դա համար այսօր կարևոր է որ հասկանանք մի բան, ինչը որ մի բան է չի, մի հարմարվի։ Մի հարմարվի քո հիվանդությանը։ Մի հարմարվի քո տկարությանը, մի հարմարվի քո ծխելուն, մի հարմարվի քո խմելուն, մի հարմարվի քո այդ ամեն ինչին, մի հարմարվի։ Եթե մեղք Աստծո կամքը չի, հեռացրու քեզանից։ Այսօր սատանայի նպատակը որն է, դե հարմարացնի։ Ինչի համար ստրուկները չէին կարողանում ազատ կյանքով ապրեն, որովհետև իրանք հարմարված էին։ Իրանք ուզում էին, որ մեկը լիներ պլետով իրանց վրա, ու իրանք տենային, ու իրանք ենթարկվեին։ Ահա ինչն էր հрьяաների Իսրայելի անապատում ոսկե հորթը սարքելու նպատակը որն էր, որ իրանք սիրում էին, մեկը պետք է իր գլխի վրա, որ իրանք սկսեն պաշտելը։ Բայց Աստված ուզում է, որ մենք ազատվենք դրանից, չհարմարվենք մեղքի նկատմամբ։ Ես ու դու մեղքի համար չենք ծնված։ Ես ու դու ծնված ենք ազատության համար, մաքրության համար, ուրախության համար։ Ստեղ ասեցինք, Տիրոջ հոգին մեր վրա է, ինչի համար, որ մենք լինենք ազատ, ուրախ, երջանիկ, եւ սա մեր ներսի կապվածությունը չի թող, որ մենք երջանիկ լինենք։ Դրա համար ինչա պետք անել, քանդելա պետք, բաց թողելա պետք, ազատվելա պետք։ Դրա համար Տերը օրհնի մեզ ամեն մեկիս։ Երկու տեղ էլ կարդամ, որ մի աղոտ բերենք։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 46-ից 52-րդ խոսքը։ Եվ գալիս են Երիքով, եւ երբ որ նա էլ եւ նրա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմեի որդի Բարթումեոսի կույր ճանապարհի վրա նստած էր։ Կույրը ճանապարհի վրա նստած էր։ Մուրասկանություններ անում։ Եվ լսելով թե Հիսուս Նազորեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Հիսուս որդի Դավթի ողորմիր ինձ։ Շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուր կենա, բայց նա էլ ավելի էր աղաղակում. Որդի Դավթի ողորմիր ինձ։ Եվ Հիսուսը կանգնեց եւ ասեց նրան. կանչե, եւ նրան կանչեց։ Եվ կույրին կանչեցին եւ ասեցին նրան. քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։ Նա էլ իր հանդերձները դեն գցեց, վեր կացավ եւ Հիսուսի մոտ եկավ։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ինչ ես կամենում, որ անեմ քեզ։ Կույրն էլ նրան ասեց. Ռաբի, որ տեսնեմ։ Հիսուսն էլ ասեց նրան. գնա, քո հավատքը քեզ ապրեցրեց։ Եվ նա շուտով տեսավ եւ ճանապարհում Հիսուսի հետևից գնում էր։ Հետաքրքիր է, մենք շատ ենք կարդացել այս հիվանդությունների մասին, որ մարդը կույր է ծնվել, որ մարդը կույր է եղել, որ մարդը հիվանդ է եղել, բայց սա իրականություն է եղել։ Երեք ասում է, կուշտը ինչ գիտի սովածի հալը։ Հավատացեք, մենք չենք հասկանա այս մարդուն, այս կույրին մենք չենք հարա հասկանանք։ Բայց եթե մեր մեջ լինել կույր, ինքը լավ կա հասկանալ ինչքան կարևոր է լույսը։ Ինչքան կարևոր է տեսնելը։ Դրա համար դու չես կարա կույրին ստիպես որ լռի, չի ստացվի տենց բան։ Միտեղ հիշում եմ մի պատմություն կար, Դավիթ Խասավեյն է Ռուսաստանի ինչ-որ մի տարածքում էր եկել, ավետարանչական ծառայություն էր անում, ու ինքը պարգև ուներ բժշկության։ Ասում եմ մի հիվանդություն, միտեղ գնացի, մի հատ հիվանդանոց գնացի, ինքն է պատմում, ասում եմ եւ այս հիվանդանոցում մի հատ կույր կար, ասում է։ Եվ ես կույրի հետ խոսացի, աղոթեցի, ձեռս դրեցի վրան աղոթեցի, ու ես կույրի աշկերը բացվեց։ Ու ինքը սկսեց տենալը։ Ու այդ մենակ ասում եմ, մենակ իրան եմ ասում, աղոթել, ինքը բուժվել է, սկսել է տենալը, ու ես ասում եմ, թողեցի հիվանդանոցը, գնացի ուրիշ ծառայություններ, որ հասցնեմ, ու ասում եմ, հաջորդ օրը քաղաքապետարանից ինձ կանչեցին։ Ասեցին ինչ է եղել, ասեցի ինչ է եղել։ Ասել այդ ինչ է արել, ամբողջ հիվանդանոցը դադարվել է։ Ասում եմ ո՞նց է դադարվել։ Ասում եմ ես մենակ մի հատ կույրի եմ բժշկել։ Ասում եմ քեզանց հետո այդ կույրը սկսել ավետարանը քարոզել, ասա բժշկվել գնացել են տուն։
Կապ չունի, հասկանում եք, կապ չունի ով է քարոզում։ Կապ ունի, որ մարդը հավատում է, ընդունում է։ Ես ուզում եմ ասեմ, որ կույրի ոգևորությունը տենալուց հետո այդտենց ոգևորություն էր, որ ինքը չէր ուզում բազեր էթար իր ընտանիքը ցույց տալ, տեսեք ես բժշկվել եմ։ Ինքը այն որ ստացա, փոխանցեց մնացած հիվանդներին, որտեղ Աստծո կամքն է, որ ես ու դու լինենք առողջ, ես ու դու լինենք բժշկված, ես ու դու լինենք զորացած, ամեն մի կապանքներից քանդված, արձակված։ Մռութով քրիստոնյա ես չեմ տեսել։ Կրոնավոր քրիստոնյան կարա մռութով լինի, ինչի որ ինքը ցույց տա ինքը վաշնի մարդ է։ Բայց մռութներով քրիստոնյա չկա տենց հասկացողություն։ Եթե պատկերացնում ես, որ մռութով քրիստոնյա լինում է, հələ երկինք մի հատ հələ մտածի, կան ընդ մռութով քրիստոնյաներ։ Դրա համար այսօր կարևոր է, որ մենք հասկանանք Տերը այսօր ուզում է, որ մենք այսօր ես ու դու ազատ լինենք։ Թեև դժվարություն կա, բայց մեր ներսում հաղթություն կա։ Թեև դժվարություններ կա, բայց Տերը մեր հետ է, մեզ տալիս է որ զորություն, որ մենք կարողանանք հաղթենք։ Եթե կույրին տալիս է աշկեր տեսնելու համար, քեզ ինչ է պետք։ Ասա, ուզի։ Ամեն։ Տեր օրհնի, մի տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Գործք առաքելոց Հիսուսը մահացավ, հարություն առավ, համբարձվեց երկին գնաց։ Առաքյալներն ասեց, ինչ որ ես արեցի, դուք ավելին կանեք։ Գիտեք, սա Սուրբ Հոգևորությունը տվեց առաքյալներին։ Ու նույնը չերես դրանցով փոխանցվեց դա մեզ։ Ինչի համար, որ մենք հասկանանք, որ այն, որ Տերը անում է, այդ նույնը ես ու դու էլ կարանք անենք։ Այդ կույրը, որ առաջի օրն էր ավետարանը լսում, որ բժշկվեց, որ ամբողջ հիվանդանոցում սկսեց ավետարան քարոզելը ու աղոթելը, ու երևի այդ ձև աղոթել չգիտեր, երևի Դավիթ Խասավեի ինչ որ աղոթել էր, այդ նույնը կրկնում էր մյուսի վրա։ Որտեվ նոր մարդ ինքը չի գար, ինչ որ լսում է գիտի կախարդական խոսքեր, այդ նույնը ընդ է փոխանցում, ունդեղ բժշկություն է գնում։ Ինչի, որտեվ դա Տիրոջ կամքն է, որ ես ու դու լինենք ազատ։ Տեսեք ինչ ասում, Գործք առաքելոց 3-րդ գլուխ 2-8 խոսք ասում է, եւ մի մարդ կար իր մոր որովայնիցը կաղ, որին վեկալած ամեն օր դնում էին տաճարի այն դռան մոտ, որ գեղեցիկ էր կոչվում։ Տաճարը մտնողներից ողորմություն խնդրելու համար։ Երբ որ նա տեսավ Պետրոսին եւ Հովանեսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնեն նրանցից։ Պետրոսը Հովանեսի հետ մտիկ արավ նրան եւ ասեց. մեզ նայր։ Նա էլ ուշը դարձրեց դեպի նրանց սպասելով, որ մի բան առնե նրանցից։ Պետրոսն էլ ասեց. արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոսի Նազորեցի անունով վեր կաց եւ ման եկ։ Եվ աջ ձեռքիցը բռնեց, վերկացրեց նրան, եւ շուտով հաստատվեցավ նրա սրունքը եւ բարձքը, վեր թռավ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նրանց հետ մտավ տաճարը, ման գալով եւ վազ տալով եւ Աստծուն օրհնելով։ Հետաքրիր է այս կույրը ծնված ժամանակվանից կույր է։ Դելա որ կույր է, չի կարում աշխատի ինչ անենք, մի հատ օգուտ անենք, էլ թող ողորմություն խնդրի, փող բերելու ձևը, էլի։ Այսօր շատերը կան, որ կեղծ կույր են անում, որ փող աշխատեն։ Ասենք կաղ են անում, կաղ են երևում, որ փող աշխատեն։ Գիտեք, շատ անգամ մարդը սիրում է ինչ-որ մի հատ բան, որի վրա շահ ունենա։ Բայց Աստված չի ուզում դա, Աստված ուզում է, որ դու ազատվես։ Չի ուզում Աստված, որ քո հիվանդության վրա դու շահ ունենաս, քո հիվանդության վրա փող աշխատես, քո հիվանդության վրա քեզի խղճան, քո հիվանդության վրա քեզի ասեն վայ, ես ինձ ես ապրում։ Աստված ուզում է դու ազատ լինես, դու հաղթես, դու ուրախանաս։ Ողորմությունը դա մի հատ ողորմած ոգի է, որը որ մարդու ներսում գալիս է, դա Աստծուց չի։ Երբեք ու երբեք չեմ տեսել, որ ողորմությունը դա Աստծուց լինի։ Որ անընդհատ ողորմ ես, կտաս ես ինձ, ես մի քիչ ինձի տուր, էլի ինչ կարաս ինձի տաս, ինչ, դա Աստծո հոգին չի։ Աստծո հոգին տալն է եւ ոչ թե վերցնելը։ Ասում ավելի լավ է տաս չեմ վերցնես, ինչի համար։ Ու շատ անգամ այս մարդը, որ կաղեր, այս մարդը ասես լավ, այս ձևով ես կաշխատեմ, լսի, Աստված քեզ ծրագիր ու նպատակ ունի, հել կանգնի ու վազի Աստծո փառքի համար։ Հիշում եմ մի հատ քույր
Գնացել էր մի հատ անդամալույցի համար աղոթելու, այս անդամալույցն էլ դե թոշակ աստանում բան անում, դե երեխեքը կանչել են, ասել են արի մի հատ աղոթի։ Ու երբ որ գնացել էր ուզում էր աղոթել, աղոթքի ժամանակ Աստված խոսացել էր իր սրտի հետ։ Ասել էր իր ընտանիքը չի ուզում, որ այդ մարդը բժշկվի, որովհետև իրանք փող են ստանում, թոշակ են ստանում։ Հետո ինքը չէր աղոթել, ասել լսի է, ասել դուք թոշակ եք ստանում սրա համար ու դուք չեք ուզում սրտանց, որ ինքը ազատվի, մաքրվի։ Ու հետո հասկացել են, ու այդ ձև էլ չէր աղոթել։ Երբեք ու երբեք հիվանդությունը դա պատճառ չի, որով փող աշխատենք, որով որ օգուտ լինի։ Նույն ձևի այս մարդուն են երել ծնված ժամանակվանից դե լավ կաղամ մարդկանց խղճի վրա կազդի, փող կգցեն։ Բայց Աստծո ծրագիրը սա չի։ Աստծո ծրագիրը թեկուզ ծնված օրվանից ճիշտ չի քո կյանքում դասավորվել, բայց Տերը կարա փոխի, որ զորավոր լինես, եւ դու տաս եւ ոչ թե վերցնես։ Դու օրտնես եւ ոչ թե քեզի տան։ Աստծո ծրագիրն, Աստծո նպատակն է դա։ Աստված սիրում է ուրախ տվողին։ Տերը ասում է տուր եւ կտրվի քեզ, մի անգամ տուր, 7 անգամ Տերը կտա քեզ։ Բայց չէ, միշտ sense ողորմելի տեսք ունենք, որ ստանանք։ Բայց չէ, սա քրիստոնեական հոգի չի։ Այլ քրիստոնյան այն է, որ ինքը տալիս է, իր դժվար ժամանակին ինքն է ասնում, իր խնդրի մեջ ինքն է ուրիշին հասնում։ Եվ Տերը իրան ազատում է։ Ու հետաքրքիր ինչումն է, որ ասեցին, բան չունենք մենք, ինչին որ սպասում ես մենք էդի չունենք, բայց ինչ որ ունենք էդի քեզ ուրախություն կբերի։ Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց ու մանյեք։ Շատ անգամ Հայաստանում այդ վիճակն էր, որ սպասում էին սփյուռքահայերը իշքան պետք է փող ուղարկեին, որ իրանք այդ փողը ծախսեին։ Ու իրանք չէին աշխատում, բայց սպասում էին, որ դրսից գար։ Բայց հետո տեսան սկսեցին այդ ճանապարհը փակել, էլ չէին օրտնում, ինչի համար, որովհետև այն փողը որ տալիս են, այն օգնությունը որ տալիս են, չեն տալի որ դու ուտես, տալիս են որ դու գործի մեջ դնես։ Տալիս են որ դու աշխատցնելու մեջ դնես, որ դու դնես, դու փող աշխատես։ Շատ անգամ լինում է քրիստոնեական դաշտի մեջ նստում են ու ինչ որ բաներ են սպասում, որ իրան օգնեն, չէ։ Դա անդամալուծության ոգի է մարդու ներսում, որ ինքը ծուլության ոգի է, որ սպասում է, որ իրան անեն։ Չէ, դա Տերը չի ուզում, ուզում է որ քեզ տվել առողջություն, դու հենց սկսես գործելը։ Դա համար Տերը օրհնի այսօր ամեն մեկից, որ Տեր ուզում այսօր մաքրի բժշկություն բերի եւ մեր հոգին, եւ շունչը, եւ մարմինը։ Եվ իշտեղ ունեցա, որ այս մարդը բժշկվեց, այս մարդը ցածկոտում էր, վազում էր, վկայություն էր տալիս, ինչի համար, որտեղ Քրիստոսի կամքը իմ ու քո կյանքում առողջ լինելն է։ Առողջ լինելն է մեր մտածելակերպի մեջ էլ։ Ես քեզ ասում եմ, մարմնավոր հիվանդությունը այդքան բարդ չի ու այդքան վտանգավոր չի։ Ամենաշատը հաստ տեղափոխես։ Բայց կյանքը չի վնասի։ Բայց հոգու շնչու հիվանդությունը, վիրավորվածությունը, չներելը, ծուլությունը, աղքատությունը, դրանք ոգիներ են, որ մեր շունչը հիվանդացնում են, որ դա չի թողի, որ երկինք հասնենք։ Համար այսօր մեզ պետք է, որ մենք երբ որ տենում ենք, ասենք Տեր օգնի ինձի, օգնի իմ հարմարվետությունից բելնելու եւ սկսելու գործեմ, որը որ քո կամն է, որը որ դու կորտնես։ Տերը միշտ մի բան ուզում է, որ օրհնի քեզ։ Մի բան ուզում է ինձ օրհնի։ Ասում է ինչ ունես դու։ Էս ունեմ։ Всё, գնա ու ես կորտնեմ։ Մարգարեի կինը եկավ ասեց ես պարտքեր ունեմ, պարտքատեր երեխեքիս ուզում եմ վեկալեմ պարտքի տեղ, ես ոչ մի բան չունեմ։ Ու մարգարեն ասեց ինչ ունես դու Եղիսեի ժամանակ։ Ասեց մի հատ յուղի կուժ ունեմ։ Ասեց դրանով ես քեզի կահանեմ մտեց։ Ինչ որ մի բան պետք է ունենանք, որ Տերը գործի։ Ինչ որ առաջի քայլ պետք է անես, որ Տերը օգնի։ Դամար Տերը օրհնի այսօր ամեն մեկից, որ մենք հասկանանք Տիրոջ կամքն է, բարին հաճելի կատարյալը։ Եվ սրա մեջ ուզում է ինձ ու քեզ տենա։ Հաստատ ոչ մեկ իր երախուն չի ուզի տենա անդամալույց։ Հաստատ չի ուզենա մեկը իր երախուն տենա ծույլ։ Հաստատ մեկը չի ուզենա իր երախուն տենա հիվանդ։ Աղքատ մտածելակերպով։ Չի ուզենա, ոչ մեկ չի ուզենա։
Նույն ձևի մեր Աստված չուզենա։ Եվ Աստված տվել է իր հոգին մեր ներսում, որ մենք զորանանք սրանով ասենք Տեր օգնի ինձ կանգնեմ եւ սկսեմ գործելը եւ սկսեմ լավը մտածելը։ Մարդը իշքան տենում է միշտ վատ բանն է մտածում։ Լավ բան էլ ցույց է տալի, էլի վատ բան է մտածում։ Հա բայց ինչ անի հիմա ես մարդը։ Փոխի մտածելակերպը։ Բժշկություն թողա քո մտածելակերպի մեջ։ Դա վտանգավոր է։ Այսօր կարիք կա, որ միշտ լավը տենանք։ Միշտ տենալու մեջ միշտ հույս ունենանք, հավատք ունենանք, նպատակ ունենանք։ Եվ այս ժամանակ քո կյանքը կլինի երջանիկ։ Ոչ թե մռայլ կլինի ամպերը իջած կլինեն, չէ, այլ երջանիկ կլինես։ Ինչի համար։ Քո դժվարության մեջ ունես հույս։ Քո դժվարության մեջ հավատք ունես, ինչի, որովհետև Տերը քո հետ է, ու իսկապես Տերը կօգնի այդ ամենից դուրս գաս։ Եվ մի տեղ էլ կարդամ ու աղոթենք։ Առաջի Պետրոսի թուղթ 2-րդ գլուխ 24-25-րդ խոսքը սենց ասում, որ ինքը, այսինքն Քրիստոս, մեր մեղքերի մարմնին խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերիցը հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերովը բժշկվեցաք, որովհետև մոլորված ոչխարների պես եք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների հովիվը եւ տեսուչը։ Հետաքրիր այստեղ երկու կարևոր բան ասում։ Ասում է, որ ձեր մեղքերից ազատվելով արդարության համար ապրենք։ Մեր ամբողջ նպատակը սրանում է, որ իմ կյանքը ձևավորեմ արդարության մեջ։ Ոչ թե նրա համար, որ Տերը ողորմած է, Տերը ողորմած էր։ Բայց եթե դու մտածում ես, որ ամեն անգամ դու կարաս մեղ գործես, հելնես Տիրոջ ասես տերների, մեղ գործես, հելնես Տիրոջ ասես, հաստատ հրգություն չի լինի քո համար։ Տերը ողորմած է, դրա համար իր որդուն ուղարկեց, բայց մեզ պետք չի, որ որդուն ոտների տակ գցենք։ Մեզ պետք է, որ պահենք դա։ Լսի են հիվանդությունից, որ դու հարմարված ես, ազատվել է պետք տեից, հեռանալ է պետք տեից, սխալ սովորություններ, որ կան մեր կյանքի մեջ, մաքրվել է պետք տեից։ Գիտեք ինչ է, Աստված ամեն ինչը մաքրում է, բայց սովորությունները դու պետք է մաքրես։ Եղբայրներս մեկը կար, ասում է, երբ որ ջրով մկրտվեց, հələ ծխում էր, հետո այդ ժամանակ իրան աղոթեցին, որ արդեն ծխելը թարգի, հետո ում որ աղոթել էր, ասել էր հիմա ինչ ամ, ասում է ոչ մի բան էլ մի արա, մի ծխի։ Մի ծխի։ Տերը մաքրել է, մի ծխի։ Գիտեք կա բան, որ արդեն ծխելը դա սովորություն է, քեզանից անգախ կարող է սենց բան։ Այդ սովորությունը այդի դու պետք է մաքրես։ Բայց ինչը որ Տերը մաքրել է ներսը, արդեն մաքրել է։ Դու երեխու նման ես դարել, երեխեն կարա ծխի։ Դու երեխու նման ես, բայց ինչ ես ամ երեխուն, չես թողում, ինչի որ չծխի։ Ու նույն շատ բաներ կա մեր կյանքի մեջ, որ մենք պետք է մաքրվենք։ Մաքրվենք մեր սխալ մտածելակերպից, մաքրվենք միշտ դիմացին նկատմամբ վատ կարծիքներ ունենալուց, ասենք վատ կարծիքներ կազմելուց։ Մեկը ունքեր ասենք մռայլ ասենք մանա գալիս սկսում են կարծիքներ կապել, տեսար ես ինչ ա եղել։ Այն մարդ ոչ մի բան էլ չի եղել, աղոթի սրտի տարել աղոթի էր մարդու համար, բայց մի կարծիք կապի։ Դրա համար մեզ պետք է որ մեր ներսը մաքրվի, մեր ներսը բժշկվի, մեր ներսը ազատագրվի, ամեն մի կապանք հեռացնենք մեզանից, լսի, աշխատի, դիմացինին արդարացնես։ Աստված սուրբ լինելով ինձի արդարացրեց։ Իմ մեղքերի մեջ ինձի արդարացրեց։ Քեզ էլ արդարացրեց։ Բոլորս էլ արդարացրեց։ Ոչ թե մեր մեղքերը արդարացրեց, այլ մեզ արդարացրեց։ Պետք չի, որ մենք էլ մեր ծնողի նման, մեր հոր նման մենք էլ արդարացնենք։ Ասենք ոչինչ, սխալվել է, բայց ոչինչ, թող Տերը օրհնի իրան։ Ես օրհնում եմ իր կյանքը։ Եկեք արդարացնենք։ Դե տրամադրություն չուներ ոչինչ, բարև չտվեց, հա ոչինչ, այդքան մեզ մարդել չենք, բարև չտվեց։ Կտա, մի օր երկու անգամ կտա։ Եկել գալիս են կողից, լսի, այս մարդը քո հետ չունի, կարող է ինչի համար, որովհետև բարև չտվեց, սաղից տվեց, քեզի չտվեց։ Տրամադրություն չուներ, հաջորդ անգամ երկու անգամ կտա։ Կարաս ասես։ Այսինքն կարաս արդարացնես այդ մարդուն։ Սա սրտի դիրք է։
Սա ներսի բժշկվածությունն է։ Ու մենք պետք է շարժվենք սրա մեջ։ Ոչ թե մտնենք այն մարդկանց արանքները, որ ինչ որ կա, այլ չէ, հասկանանք մի բան, որ Տեր օգնի, որովհետև սրա մեջ կա մաքրություն, ազատագրում, առողջություն։ Ամեն։